հարկավոր է տարբերակում մտցնել հին մարդու և դևերի միջև։ Հին մարդը մեր մահկանացու բնույթն է, իսկ դևերն անձնավորություններ են, ովքեր ներս են թափանցում և զավթում մարդու էության տարածքները։ Այստեղ կարելի է այս համեմատությունը բերել. հին մարդը դիակ է, իսկ դևը գիշատիչ թռչուն, որ իջնում է նրա վրա։ Հասկանում եք, եթե դիակը չլիներ, ապա գիշատիչ թռչունն էլ չէր լինի։ Պատկերը շատ վառ է։ Եթե դուք ապրել եք մի երկրում, որտեղ գիշատիչ թռչուններ կան, ապա գիտեք, որ երբ ինչ-որ մահամերձ կենդանի է լինում, երկնքում սև բիծ է հայտնվում ու սավառնում այս ու այն կողմ, քիչ անց վեր ես նայում ու տեսնում, որ ևս 3-4-ն ավելացել են, և ինչքան կենդանին երկրի վրա մոտենում է մահվանը, այնքան ավելի են ցած իջնում գիշատիչ թռչունները։ Հիսուսն ասաց, որտեղ դիակն է, այնտեղ թռչունները կհավաքվեն, որտեղ մարդու վերստին չծնված բնույթն է ցույց դրվում իր ապականությամբ ու մեղավորությամբ, կարող եք վստահ լինել, որ գիշատիչ թռչունները շուտով կհավաքվեն։ Լուծումները միանգամայն տարբեր